Ողջույն հարգելի պատվիրակներ, հյուրեր, սոցիալիստական շարժման 6-րդ համագումարը հայտարարում եմ բացված։ Հարգելի պատվիրակներ, սոցիալիստական շարժման 6-րդ համագումարին հյուրերից ներկա են Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանը, շնորհակալություն, Վազգեն Սաֆարյան։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Արթուր Ֆարմանյանը, շնորհակալություն։ Օբյեկտիվ պատճառներով չի կարողացել ներկայանալ, բայց շնորհակալական հղում է արել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Էդիկ Թովմասյանը։ Այժմ խնդրում եմ հյուրերից ընկեր Ֆարմանյան ելույթի խոսք։ Բարև ձեզ հարգելի ընկերներ, բարեկամներ, գաղափարակից իմ հարազատ ընկերներ։ Առաջնահերթ ուզում եմ ջերմ բարևները և ողջույնները տղեմ դեպի ձեզ մեր կուսակցության անունից մեր կուսակից ընկերների։ Մեր կուսակցությունը Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը և անձինս ես շնորհավորում եմ ձեր համագումարը, ձեր գաղափարը, որը մեզ հարազատ գաղափար է, և հույսամ, որ գալիք 2026 թվականի պարլամենտական ընտրությունների ժամանակ մեծ ուժ կցուցաբերեք, ոնց որ մենք կարող ենք անել։ Ինչու հիմա կոմունիստական գաղափարախոսություն, սոցիալիստական գաղափարախոսություն կրող ուժերը սկսել են իրենց ակտիվ աշխատանքները, քանի որ կոմունիստական և ժողովրդական գաղափարը դա նույնն է, սոցիալիստները, կոմունիստները միշտ եղել են ամենածանր վիճակի մեջ, երբ որ եղել է մեր ժողովուրդը, ոչ թե մենակ մեր, այլ նախկին Խորհրդային Միության յուրաքանչյուր հանրապետությունում։ Այսօր նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ամեն տեղ կոմունիստական շարժումը, սոցիալիստական շարժումը վարձացնում է իրեն բռունցքը և ասում է իրեն խոսքը, քանի որ 33 տարվա ընթացքում այս իշխանությունները, որոնք եղել են Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած այս չարաբաստիկից վերջացրած, տանում են այս երկիրը կործանման։ Հարգելի ընկեր Սաֆարյանը և իր ընկերները, ես ժամանակ դեռ ջահել եմ եղել, իրենք են կառուցել այս երկիրը։ Մինչև այսօր ծախում են, չեն կարում ծախեն պրծստը։ Դրա համար ընկեր Սաֆարյան, մեր կոմունիստական ձեր կրտսեր ընկերների կողմից անչափ շնորհակալ ենք և վստահեցնում եմ, որ դուք ղեկավարելով ձեր գաղափարը մեր երիտասարդ կոմունիստներից ճիշտ ուղի ցույց կտաք, որպեսզի մենք համախմբվենք, միայն համախմբված ձախ ուժերով մենք կարող ենք դիմադրել այս չարաբաստիկ իշխանությանը։ Ես իմ վերջի ելույթում ասեցի, եթե չլինեն այս 3 անիցիալները, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյանին մենք ջախջախենք ընտրությունների ժամանակ մեկից մեկ։ Սրանք են, սրանք մի խունտա են, սրանք մի կլան են, որոնք խմում են ժողովրդի արունը և տանում են ազգը կործանման։ Մեկ անգամ ևս, ընկեր Արոնյան, ընկեր Սաֆարյան, ընկեր Գրիշյան, հույսով եմ, որ մենք ձախ ուժերով կգանք մի եզրակացության, քանի որ մենք կիսելու բան չունենք, մեր գաղափարը մեկն է, մեր գաղափարը ժողովրդական է։ Մենք պետք է գանք և կանգնենք մեր ժողովրդի կողքին։ Կեց է Հայաստանը
կեցե հայ ժողովուրդը, կեցե հայ եկեղեցին, Աստծով։ Ելույթի խոսքը տրվում է Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանին։ Հարգելի ընկերներ, նախ թույլ տվեք Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի անունից ողջունել ձեր համագումարը եւ ցանկանալ, որ այս համագումարը դառնա պատմական, քանի որ այն հիմն ընդունեց, կարծում եմ, որ համագումարը իր առջև դրած խնդիրները հաջողությամբ կլուծի եւ իր ուրույն տեղը կգտնի Հայաստանի քաղաքական դաշտում։ Դուք համեմատաբար երիտասարդներ եք, մեզանից ինչպես ընկեր Ֆարմանյան ասեց, բայց ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այն ավագ սերունդը, որ պայքարեցին Հայաստանում սոցիալիստական կարգերի ստեղծման համար եւ 70 տարի երկիրը տարան սոցիալիզմի ճանապարհով, հասցրեցին աննախադեպ հաջողությունների Հայաստանը արդյունաբերության, գիտության, մշակույթի եւ բոլոր ոլորտներում։ Երբ այսօր խզվել են մեր տնտեսական կապերը միութենական բոլոր հանրապետությունների հետ, քիչ են գործում, մենք այսօր գտնվել ենք այն վիճակում, որում հայտնվել ենք։ Եթե դեմոգրաֆիական ժողովրդագրական այն տեմպերը շարունակվեն, Հայաստանը խորհրդային տարիներին երբ ձևավորվեց 1920 թվականին 720,000 բնակչություն ուներ։ 70 տարում նա դառավ 3.6 միլիոն։ Այս տեմպերը եթե զարգացներ Հայաստանը, այսօր մենք պետք է ունենք 6.5 միլիոն մարդ, բայց տեսնում եք 3 միլիոն էլ չունենք։ Ուրեմն տեղի ունեցել մի մեծ դժբախտություն մեր ժողովրդի համար, որ մարդիկ գնացել են Հայաստանից, լքել են Հայաստանը աշխատանք չունենալու պատճառով, դա այն պատճառով է եղել, որ Հայաստանը ընդունելով կամ ստանձնելով անկախ հանրապետության կարգավիճակը խզեց իր կապերը սկզբնական շրջանում բոլոր հանրապետությունների հետ եւ առաջի հերթին Ռուսաստանի հետ։ Եվ իրավիճակը տեսնում եք ինչ է։ Դրա համար ես ուզում եմ, որ մենք սոցիալիստական ուժերը, բոլոր կոմունիստական ուժերը կարողանանք միաձայն, միասնական, միակամ հանդես գանք առաջիկա ընտրությունների ժամանակ եւ մեր խոսքը ասենք մեր ժողովրդին, որ մենք կոմունիստները, սոցիալիստներս ամաչելու ոչինչ չունենք։ Մենք ազնվոր են ծառայել ենք մեր ժողովրդին, տարել ենք նրան սոցիալիզմի ճանապարհով, սոցիալական արդարության, սոցիալական պաշտպանվածության եւ հավասարության հիմնադրույթները հանրության մեջ արմատավորելով, որը մեր ժողովրդին տվել է անվճար կրթություն, անվճար բուժ համակարգ, անվճար բնակարան ստանալու իրավունք, բաներ, որ երբ այսօր մենք երիտասարդներին բացատրում ենք, նրանց թվում է, թե դենք հեքիաթներ ենք ասում, բայց դա այդպես չէ, դա եղել է սոցիալիստական Հայաստանը, եւ մենք պետք է կարողանանք այդ լավ ավանդույթները հանրային կյանքում վերականգնենք։ Դրա համար ես անչափ ուրախ եմ դահլիճում երիտասարդներին տեսնելով եւ նրանց աչքերում տեսնում եմ վառվռուն կրակ, որ պատրաստ են պայքարելու այդ վեհ գաղափարների համար եւ ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Երբ մեզ հարցնում են, իսկ արդյոք սոցիալիզմը ունի ապագա, հաճախ նման հարցեր մեզ ընտրությունների ժամանակ հարցնում են, մենք ասում ենք, տեսեք Չինաստանը, այսօր աշխարհում 1.5 միլիարդ բնակչություն է ապրում այնտեղ, ես 2 անգամ եղել եմ Չինաստանում, հանդիպումներ եմ ունեցել եւ Չինաստանի տնտեսությունը աշխարհում երկրորդն է, իսկ նրանց համախառը ներքին արդյունքը паритету покупательной способности, եթե նման ձևով հաշվենք, առաջի տեղն են բռնում աշխարհում։ Այնպես որ սոցիալիզմը ունի ապագա եւ սոցիալիստական համակեցության նորմերը ժողովրդին կարող են տալ լիարժեք երջանկություն։ Ես սրտանց ողջունում եմ ձեր համագումարը եւ հաջողություններ եմ ցանկանում ու բարի ընթացք։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն մեր հյուրերին։ Հարգելի պատվիրակներ, մինչև համագումարի սկիզբը ցանկանում եմ հայտարարել, որ 26 տարի առաջ այս նույն օրը երեկոյան անհասկանալի պայմաններում կյանքին հրաժեշտ տվեց Սերգեյ Բադալյանը։ Խնդրում եմ 1 րոպե ոտնկայ լռությամբ հարգենք հիշատակը։